Ես կփորձեմ համառոտ ներկայացնեմ 2025 թվականին քաղաքաշինության կոմիտեի իրականացրած աշխատանքները ըստ ուղղությունների, ունեցած ձեռքբերումները, ներկայացնելով նաև արդյունքները, ներկայացնելով նաև թե ինչ խնդիրներ ենք լուծել եւ ոլորտի համար, եւ պետության համար, եւ մեր քաղաքացիների կամ կառուցապատողների համար, եւ որից հետո սիրով պատասխանեմ ձեր հարցերին։ Քաղաքաշինության կոմիտեն 2025 թվականին իր գործունեությունը իրականացրել է հետևյալ հիմնական 5 ուղղություններով։ Առաջինը դա քաղաքաշինական նորմերի մշակում եւ արդիականացում ուղղությունն է։ Գիտեք, քաղաքաշինական նորմերով է կարգավորվում ամբողջ ոլորտը եւ սա մեր համար առանցքային կարևոր ուղղություն է, որի վերաբերյալ մանրամասները քիչ անց կներկայացնեմ ձեզ։ Երկրորդ ուղղությունը քաղաքաշինական գործընթացների կանոնակարգումն է, պարզեցումը եւ հստակեցումը, որը շատ կարևոր է, որովհետեւ առնչվում է գրեթե բոլոր քաղաքացիներին իրենց գործունեության ընթացքում։ Երրորդ ուղղությունը քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումն է, վարկանիշավորումը եւ մոնիտորինգը։ Սա եւս շատ կարեւոր է եւ քիչ անց մանրամասը կներկայացնեմ, որտեղ քաղաքաշինության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատշաճ աշխատանքից է կախված շատ արդյունքներ, որոնք ակնկալում են մեզանից մեր քաղաքացիները։ Հաջորդ ուղղությունը դա բնակարանային ֆոնդի կառավարումն է եւ զարգացման ծրագրերը, եւ հինգերորդ ուղղությունը կապիտալ շինարարական ծրագրերի իրականացումը։ Երևի թե սկսեմ վերջի հինգերորդ ուղղությունից։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալները եւ դուք եւս հավանաբար ծանոթ եք, որ շինարարությունը շարունակում է մնալ մեր տնտեսության առաջնորդող ուղղություններից մեկը, պահպանելով աճի դինամիկան։ Եթե համեմատելու լինենք 2024 թվականի 11 ամիսները 2025 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ապա արձանագրվել է 20%-ից ավել աճ, շուրջ 645 միլիարդ ծավալով շինարարական աշխատանքներ են իրականացնել եւ այստեղ կուզեմ նշեմ, որ մասնավորից բացի պետական պատվիրատուները նույնպես իրենց կարողությունները զարգացրել են եւ արդեն իրենց ռեսուրսներով պատրաստ են սպասարկել այն մեծ ծավալի կապիտալ շինարարական ծրագրերը, որոնք իրականացվում են այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Վերադառնալով քաղաքաշինության կոմիտեին, պետք է նշեմ, որ քաղաքաշինության կոմիտեն 2025 թվականի ընթացքում համակարգել է 101 շինարարական ծրագրեր եւ շուրջ 70 նախագծային ծրագրեր։ Այս շինարարական ծրագրերի իրենց մեջ ներառում են ինչպես դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, մշակութային հաստատություններ, մարզադահլիճներ եւ բնակելի շենքեր եւ այսպես շարունակ։ Իսկ նախագծային ծրագրերը ուզում եմ նշեմ, որ իրենց մեջ ներառում են արդեն հաջորդ 300 դպրոցների համար նախագծային աշխատանքներ, այսինքն նշվածի մեջ 26 հատը նախագիծը արվում է արդեն հաջորդ 300 շրջափուլի դպրոցների նախագծերն են իրականացում, որպեսզի երբ որ մեկնարկվի հաջորդ շրջափուլը, մենք ունենանք արդեն պատրաստի նախագծեր եւ սա շարունակական է լինելու։ Քաղաքաշինական նորմերի մշակումը եւ արդիականացման մասով քաղաքաշինության կոմիտեն սկզբունքորեն նոր հիմքերի վրա է դրել նորմերի մշակման գործառույթը։ Մենք սկսել ենք Եվրոպական միության նորմերի փուլային տեղայնացումը եւ դրա համար կառավարությունը նախորդ տարի ընդունել է որոշում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման եւ հաստատման կարգն է հաստատվել կառավարության որոշումով, որով սահմանվել է, որ մեր կառուցապատողները, շինարարության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները կարող են ազգային նորմերին զուգահեռ կամավորության սկզբունքով ընտրել
եւ իրենց կառուցապատման ծրագրերում կիրառել նաեւ եվրոպական նորմերը, որոնք արդեն տեղայնացվել են։ Զուգահեռաբար Հայաստանի Հանրապետությունում կգործեն եւ ազգային նորմերը եւ եվրոպական միության նորմերը, որոշ ժամանակ հետո, երբ որ կգանք այն վիճակին, որ կարողանանք ամբողջությամբ անցում կատարել եվրոպական նորմերի, ապա անցում կկատարենք եվրոպական նորմերի։ Ինչի եմ նշում եվրոպական նորմերը, որովհետեւ եվրոպական նորմերը իրենց կառուցվածքով, նախ ուզում եմ ասեմ, որ նորմեր մշակելը դա գիտական աշխատանք է, որը նորմալ, որակյալ նորմեր մշակելու համար անհրաժեշտ է տիրապետել տվյալների մեծ բազայի, ունենալ մեծ փորձառություն, վիճակագրական տվյալներ, որպեսզի կարողանանք նորմեր մշակել եւ շատ երկրներ ըստ էության վերցնում են արդեն իսկ մշակված փորձարկում անցած նորմերը եւ իրենց մոտ տեղայնացնում են, դրա համար մենք էլ ենք գնում այդ ճանապարհով եւ իրենց կառուցվածքով ըստ էության նրանք պատասխանում են ինչպես է կարելի հարցի ի տարբերություն օրինակ մեր ազգային նորմերի, որոնք ոչ ստանդարտ իրավիճակներում տալիս են ինչպես է կարելի հարցի պատասխանը ինժեներական ոչ ստանդարտ իրավիճակների դեպքում։